Ինչ է կատարվում ավիափոխադրումների շուկայում եւ ինչու է իրավիճակը վերահսկողությունից դուրս եկել, կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց նման հարցադրումով։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատասխանատու գերատեսչություններին ուսումնասիրություններ կատարել եւ առաջարկներ ներկայացնել։ Ապա Հովիկ Աբրահամյանը խոսքը փոխանցեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, ներկայացնելու Նայիրիդ գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ նայիրիցիների բողոք դժգոհությունները։ Աշխատավարձի ձևավորված պարտքը մոտավորապես 5 միլիարդ 310 միլիոն դրամի սահմաններում է եւ այսօր մենք հնարավորություն ունենք արդեն վճարելու այդ գումարները։ Հարցը հետեւյալն է. մի շարք աշխատակիցների կողմից դժգոհություններ եւ բողոքի գրություններ էին գրել իմ անունով եւ գործարանի բաժնետիրական ընկերության տնօրենի անունով աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված։ Այժմ ուսումնասիրություններ են կատարվում այդ աշխատավարձի ճշտումների ուղղությամբ։ Ըստ Զախարյանի, քանի որ բոլոր փաստաթղթերը ճշգրտելու համար անհրաժեշտ է մի քանի օր, հետևաբար առաջարկում են յուրաքանչյուր խումբ ստուգելուց հետո կատարել վճարում, իսկ դա կտևի մոտ 20 օր։ Ստացվում է հուլիսի 15-ի փոխարեն, որը հիշեցնենք վերջնաժամկետներ աշխատավարձերի վճարման, տեղափոխվում է մինչև հուլիսի վերջ։ Աշխատակիցների պահանջը հետևյալն է, որ վճարումները կատարվեն միանգամից, ամբողջ պարտքի չափով 5 միլիարդ 310 միլիոն դրամի սահմաններում բոլորը վճարվի միանգամից։ Աշխատակիցների կողմից աշխատակիցների խոսքը ինչու՞մն է։ Խոսքը դրանում է, որ ուղղակի փաստաթղթերը ովքեր որ դժգոհություն ունեն, բարձրաբանման անհրաժեշտություն կա, իրենք ասում են բոլորը ավարտեն գործընթացը, մեր բոլորի գումարը միանգամից մեկ օրում վճարեն։ Մենք էլ հայտարարում ենք, որ եթե բոլորը միասին վճարելու հարց կա, դա պիտի մոտավոր մի 10-12 օրեր գործընթացը պետք է ավարտվի։ Այսպես արձագանքեց Զախարյանին Աբրահամյանը։ Խոսակցությանը միջամտեց նաև ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, հայտարարելով, թե նայիրիցիները վստահություն չունեն գործող իշխանությունների նկատմամբ եւ տրված խոստումներին ու ժամկետներին չեն հավատում։ Գորիկ Հակոբյանի խոսքով բողոքի ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ մի քանիսին վճարելուց հետո կառավարությունը կհայտարարի, որ այլևս փող չկա։ Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ։ Ասում եմ 20-ին կհասնեք 25-ը կասեք փող չկա։ Ով կարող ասի, որ բոլորը կստանան։ Պետք է տալ գարանտիա, որ 25 ամսվա վերջ բոլորը կստանան, համոզված եմ, որ էլ չեն հավաքվի։ Գործադիրի առաջարկությունը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող նայիրիցիներին փոխանցեց գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը։ Ցուցարարները սակայն նոր առաջարկություն ընդունել չցանկացան, հայտարարելով, թե պահանջում են հանդիպում կամ Աբրահամյանի կամ Զախարյանի հետ։ Ես հասկանում եմ, որ բոլորդ էլ դեմ եք ստանալու մաս ոչ մեկ չի ուզում ստանալ։ Ուրեմն պետք է համբերել եւ այդ ամսվա վերջ կոչվածը էլի նույն լղոզած հայտարարությունն է։ Պետք է ուրեմն հանդիպել եւ օր սահմանել հստակ, թե երբ են փոխանցելու աշխատավերը։ Նայիրիցիներին զայրացրել է նաև այն հանգամանքը, որ իրենց ստիպում են ստորագրել մի համաձայնագիր, ըստ որի աշխատավարձերը ստանալուց հետո իրենք չեն դիմելու դատարան տուժ եւ տուգանքների ստացման նպատակով։ Ով է այդքան վաղ ժամանակ իրանց այդ տոկոսի մասին ասել։ Դա չի նշանակում, մարդիկ պետք է տահաս լինի, որ չհասկանա, որ սա հերթական հերյուրանք է, հերթական պառակտում է ժողովրդի մեջ գցում։ Հիմա այս րոպեին հրաժարվում են, որ ասեն պառակտում է։ Հիշեցնենք, որ այս օրերին նայիրիցիներին համաձայնագրեր են տրամադրվում, որոնք ստորագրելով աշխատակիցները պետք է հրաժարվեն աշխատավարձերի ուշացումից գոյացած տուժեր ու տուգանքներ պահանջելուց, դատարաններ չդիմեն։ Գործարանի ղեկավարությունը աշխատավարձի վճարման ձգձգումը հիմա էլ դրանով է պայմանավորում։